Ես շատ էի Խորենի հետ մտերիմ, մենք միասին նաև որպես մտավորական ընկերներ մասնակցում էինք հանրահավաքային բոլոր շարժումներին։ Եվ Խորենի հետ մենք քայլում էինք հանրահավաքի վերջին շարքերում, որովհետև այն ժամանակ քոչարյանական ռեժիմը հրահանգ ուներ յուղերից եկած երիտասարդներին, ովքեր վերջում հետ էին մնում շարքերից, ոստիկանական այդ մեքենաները կլանում էին, բռնում եւ Խորենի հետ հարձակվում էինք այդ երիտասարդներին, որպեսզի ոստիկանությունը չտաներ։ Ու այսպես ասած Խորեն Պալյանը միշտ իր օբյեկտիվ քննադատական վերաբերմունքը իշխանությունների հանդեպ, ինչպես եւ ես, եւ ահա ես հիշում եմ 2007 թվականի հունվարի 19-ին մեզանից հեռացավ Խորեն Պալյանը։ Անչափ դառը վիշտ, բոլորս այլայլված էինք, որտեղ հանկարծամահ էր եղել։ Եվ բացի այդ վիշտը, բացի այդ կորստի զգացողությունը, մեզ Խորենի ընկերներին եւ մտերիմներին համակել էր մի շատ ծանր զգացողություն։ Խորենը փափագում էր, որպիսի ուղարկավորվեր ինքը Լուսինե Զաքարյանի կողքին։ Բայց ոչ միայն դա չէր հաջողվում, այլ ընդհանրապես չէր հաջողվում եկեղեցու տարածքում ամփոփել։ Եվ անիմաստ էր մեր միջամտությունը, քանի որ մենք էլ, այսպես ասած, ընդդիմադիր գործիչների մտավորականների պիտակ ունեինք, ուղղակի անելանելի վիճակի մեջ էինք։